ավետարանում գրված է, որ Աստված ինքը սեր է։ Սերը ունի ուղիղ արտահայտություն, դա գործերն են։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ անգամ իր միածին որդուն ուղարկեց այս աշխարհ։ Քրիստոս իր ողջ երկրավոր գործունեության ընթացքում արտահայտում էր սիրո ամենաբարձր դրսևորումը։ Սերը, եթե մենք ուզում ենք իրական իր ողբոժներով եւ արմատներով տեսնել, պետք է տեսնենք մեր գործերի մեջ։ Սերն ապրում է զգացմունք, առանց որի անհնարին է պատկերացնել կյանքը։ Սերը ներկա է մարդկային ամենատարբեր հարաբերություններում։ Մայրը սիրում է իր զավակներին, եւ սա անպայման, առանց պայմանի սեր է։ Զավակը սիրում է իր ծնողներին, որովհետև առաջինը նրանց է տեսնում, նրանց ճանաչում, նրանց հետ է կապվում։ Բոլորը սիրում են իրենց ընտանիքն ու հայրենիքը, որովհետև այնտեղ են ծնվել ու մեծացել։ Երիտասարդ տղան սիրում է երիտասարդ աղջկան եւ աղջիկը տղային։ Առանց այդ սիրո պարզապես կանգ կառներ կյանքը։ Կա մի սեր, որը չի կարող համեմատվել ոչնչի հետ։ Դա սերն է Աստծո հանդեպ, եւ կա Աստծո սերը հանդեպ մարդու։ Դա անսակարգ սեր է, որովհետև ասվում է. քանի որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Սիրո տեսակները շատ են ու տարբեր։ Սիրով հավերժ կարելի է ապրել։ Սիրո մասին թվում է, թե ամեն ինչ ասվել է, սիրո մասին ամեն ինչ գրվել է, ամեն ինչ տեղյակ ենք սիրո մասին, բայց միևնույն ժամանակ սերը առանցքային դերակատարում ունի մեր կյանքի ստեղծագործ ընթացքի վրա եւ ոչ միայն ստեղծագործ ընթացքի վրա, ամբողջ մեր կենցաղի, այդ կենցաղից բխող կյանքի արդյունավետության, մեր ընտանեկան կյանքի երջանկության, մեր անձնական կյանքի երջանկության վրա սերը ներգործություն է ունենում եւ կարողանում է օգտակար լինել մարդկանց առավել ճիշտ ապրելու համար։ Իզուր չէ, որ հոգևոր կյանքի մեջ սերը մեծ, այսպես չափաբաժինով առանձնացված է եւ անգամ ավետարանում գրված է, որ Աստված ինքը սեր է, որովհետեւ սերը արդեն աստվածային այդ ճշմարտության, աստվածային ընկալումների ամենամեծ գագաթն է։ Ես այսօր կուզենայի, որ մենք խոսենք իսկ ինչ է կյանքը առանց սիրո, որովհետև ինչպես տեսնում ենք, մեր աշխարհը ոչ թե ամեն օր իր ծաղկուն ընթացքն է ապրում սիրո մեջ, այլ ընդհակառակը։ Մեր այս աշխարհը ամեն օր գորշ գույներով է լցվում, պատերազմներով, տարբեր տեսակի մարդկային զրկանքներով, որոնք թույլ չեն տալի մարդկանց ապրել այն ճշմարիտ երջանկությամբ, որ իրենց տրվել է Աստծո կողմից։ Այսինքն մարդիկ ապրում են տառապանքների մեջ։ Այդ տառապանքները պատճառ են դառնում, որ շատերը Աստծուն հարցեր տան, շատերը իրենց հոգևոր կյանքի մեջ լցվեն թերահավատությամբ, թե ինչպես եղավ, որ իրենք լինելով հավատքի կրող մարդիկ չունեցան հնարավորություն ապրել այնպես, որ Աստված իրենց պարգևի այդ մեծ երջանկությունը եւ իրենց կյանքը լցնի խաղաղությամբ, ուրախությամբ եւ երջանիկ ապրելու բերկրանքով։ Սերը կյանքի մեծագույն առաքինությունն է, բարձրագույն զգացմունքը, որով առաջնորդվում է մարդը։ Սիրո ներկայությունը կյանքը լցնում է բարությամբ, երջանկությամբ, խաղաղությամբ։ Լիակատար սերը սիրտ է հագեցնում, հոգի լցնում, զերծ պահելով հաշվենկատությունից, պահանջներից ու պայմաններից, եսակենտրոն զգացումներից։ Իսկական սերը պարգևում է ազատությունն ու ներդաշնակությունը զգալու եւ վայելելու բերկրանքը։ Սիրո պակասն ու բացակայությունը գերակա են դարձնում չարը, նենգությունը, խաբեությունը, խեղաթյուրում բարությունն ու երանությունը։ Եթե մենք այսօր նայում ենք ինչպիսի աշխարհում ենք ապրում, տեսնում ենք, որ այստեղ սերը ոչ թե ամեն օր շատանում է, այլ ընդհակառակը սիրո սակավություն է նկատվում, որովհետև աշխարհում ամեն գործողություն առանց սիրո փոխվում է իր իմաստը, նույնիսկ հավատքը, երբ որ հավատքի միջից բացակայում է սերը, հավատքը մոլեռանդության է վերածվում։ Երբ որ մարդիկ դառնում են իշխաններ, ղեկավարներ եւ փորձում են իրենց իշխանությունը բանեցնել, եթե դա առանց սիրո իրականացնեն, ապա նրանք բռնակալներ կդառնան։ Եվ այդպես մեր կյանքի ողջ ընթացքն է, նույնիսկ աշխատասիրությունը, երբ որ
բացակայում է սեր աշխատասիրության մեջ, ստրկանում են մարդիկ, փոխվում է իրենց աշխատելու կարողությունը, այսինքն ինչ դիտանկյունից են իրենք նայում իրենց առօրյան։ Եթե այդ առօրյայի մեջ չկա սեր, դա դառնում է զուտ պարտավորություններ ու պարտականություններ։ Երբ որ սերը չկա, չեն նաև սահմանվում կյանքի նպատակները։ Սիրուց է բխվում կյանքի նպատակները։ Առանց սիրո ամեն ինչ փոխում է իր իմաստը, սիրով ամեն ինչ նոր իմաստ է ստանում։ Առանց սիրո կյանքը լցվում է պարապությամբ։ Սիրով թանձրանում են գույները, նոր նպատակներ ու ծրագրեր են նախագծվում։ Սիրո արկայությունը ցանկացած հարցի համար դրական լուծումներ է գտնում։ Այդ լուծումների համար առաջարկում հեշտ ու հետաքրքիր տարբերակներ, անձանց իր ընթացք, բարի գոհունակ ավարտ։ Պետք է անպայման հարց սահմանենք։ Ինչ ենք մենք անում մեր կյանքում սիրո տեղը գնահատելու, սերը ավելի արժևորելու մեր կյանքում։ Ավելի կենցաղային մակարդակով նայենք այս հարցերին։ Օրինակ, այն ընտանիքների մեջ, որտեղ չկա սերը, այսինքն սիրով չի այդ միավորումը, այդ ընտանիքներում շատ են նաև գժտությունները, անհանդուրժողականությունը, մեկը մյուսի հասցեին ունեցած պատկերացումները, դրանք շատ տարբեր են լինում եւ վերջավորությունը այն է այս ամենի, որ շատանում է նաև հիվանդությունները եւ գիտականորեն եւ հոգեվոր տեսանկյունից դրանք ապացուցված երևույթներ են, որ այն մարդիկ, ովքեր որ ապրում են տառապանքների դժբախտ ընթացակարգի մեջ, այդ մարդիկ ավելի շուտ են հակված հիվանդություններ վերցնելու։ Այն մարդիկ, ովքեր որ կարծում են, թե վաղը կարող է իրենց համար նորից երջանիկ օր բացվել, դրանք չարաչար սխալվում են, որովհետև մեկ օրվա մեջ կարող է մեր կյանքը փոխվել։ Եվ դրա համար հոգևոր կյանքի մեջ կա նաև պատրաստություն նրա, թե ինչ ընթացքով ենք մենք գնալու, պատրաստ լինելու վաղվա օրվան, որովհետև վաղը կարող է մեզ համար մի առավիրքի օր լինել, եւ մենք ինչ պատրաստություն ունենք դրան։ Եվ ընդհանրապես բոլոր առավիրքների դժվարությունների ժամանակ մարդը պետք է հիշի, որ ինքը Աստծուն հայելու հնարավորություն ունի։ Եվ եթե չի օգտագործում այս հնարավորությունը, իր համար կարող է շատ դժվար լինել։ Շատ դեպքերում ես մարդկանց հարցնում եմ, թե ինչպես է ստացվում, որ իրենք իրենց անհավատ են կոչում եւ կարողանում են հանգիստ ապրել, որովհետեւ դժվար է լինել անհավատ եւ ապրել հեշտ կյանքով, այսպես ասած, ճակերտների մեջ ենք ասում հեշտ կյանք, որովհետև կյանքի հեշտությունը հենց սիրո արկայությունն է։ Սիրո պակասը փշրում է կենցաղը, բախվում արտոնին հոգսերին, առաջ մղում ստորաքարշ հաճույքները, հագուրդ տալիս աշխարհիկ վայելքներին։ Սիրո ներկայությունը միավորում է եսի եւ դուի սահմանները, գործի դնելով մարդկային հնարամտությունը եւ շրջահայացությունը, ներառում իր շրջանակից ներս ոչ միայն հարազատներին, այլև Աստծո ստեղծած ամեն մի արարածի, որն ունի այդ սիրո կարիքը, իր նմանի կողմից խնամքի կամ պարզապես ուշադրության կարիք, եւ դա անում է չսպասելով գնահատանքի եւ փոխհատուցման, չէ որ սերը ողջ տիեզերքն է ընդգրկում եւ Աստծո աչքից ոչինչ չի վրիպում։ Սպասումներով ու ակնկալիքներով ինչու արժե զրկել ի վերուստ ստացած շնորհն ու երջանկությունը։ Եթե մենք այսօր արթնանում ենք դժվարության մեջ, արթնանում ենք որևէ խնդրի մեջ, ուրեմն առաջին ինչ պետք է անենք, պետք է խնդրենք, որպեսզի Աստված մեզ զորավիք լինի։ Կարողանա այնպես անել Աստված, որ այդ զորությամբ եւ մեր ունեցած հավատքով մենք կարողանանք այնպես անել, որ սիրառատ, սիրով լցված մեր օրերը կարողանանք նաև տալ այդ դժվարություններին դրանք հեշտությամբ հաղթահարելու համար։ Այսպես գծագրված շատ հեշտ է խոսել, բայց դա կյանքի ընթացք է։ Կան մարդիկ չէ մեր շրջապատում, որ իրենց նայելու դեպքում մենք տեսնում ենք, որ անհոգ է իրենց կյանքը, մեզ անհոգ է, այդպես է թվում։ Մենք տեսնում ենք, որ իրենք մեր ունեցած խնդիրները չունեն։ Այդ մարդիկ մշտապես շփման հետ կապված խնդիրներ չունեն, այդ մարդիկ ընտանեկան կյանքում խնդիրներ չունեն։ Մեզ այդպես է թվում ամեն ինչ։ Բայց այս մարդիկ հնարամտություն են ունեցել իրենց կյանքի մեջ խոսքը ճիշտ օգտագործելու, իրենց կենցաղը ճիշտ վարելու։ Հավատքը ենթադրում է գործեր։ Եթե հավատքը չի դառնում մեր կյանքում գործ,
պետք է վերանայենք, թե ինչ է ասել մեր կյանքում հավատքը։ Նույնը նաև սերն է։ Սերը խոսքով չի լինում։ Դու չես կարող մարդուն գնալ ասել, գիտես, ես քեզ շատ սիրում եմ, կամ մեկին ասել, որ ես իմ աշխատանքը շատ սիրում եմ, կամ մյուսին ասել, որ ես այս աշխարհը շատ սիրում եմ, Աստծուն շատ սիրում եմ, եկեղեցին շատ սիրում եմ։ Սերը ունի ուղիղ արտահայտություն։ Դա գործերն են։ Եթե գործերը չեն լինում, ուրեմն դժվար է խոսել սիրո մասին։ Հոգևոր կյանքը լի է սիրո օրինակներով։ Սուրբ Գիրքը սիրո տիեզերք է։ Հոգևոր հայրը սիրո աղբյուրը բխեցնում է Տիրոջ անսպառ ու անսակարգ սիրուց։ Տիրոջ հանդեպ սիրո բացակայությունից է, որ շատ հարցեր մահացու ելքերով են ավարտվում։ Փոխանակ կենցաղը, կյանքը, մարդկային հարաբերությունները սիրով ծաղկեն ու սիրո առատությունից զգալի դառնան երջանկությունը, անհոգությունը, հոգատարությունը, խնամարկությունը։ Ասվում է, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ անգամ իր միածին որդուն ուղարկեց այս աշխարհ, որպեսզի նա տառապի, չարչարվի, խաչին հանվի, ինչի համար, մարդկանց մեղքերը իր վրա վերցնելու համար եւ դառնալու այդ քավության նոխազը։ Վերցնելով սիրո այս չափանիշը հասկանում ենք, թե իսկապես Աստված որքան մեծ սեր ուներ դեպի իր ստեղծագործ ժողովրդին, դեպի մարդկությունը, որ կարողացավ հանուն այդ մարդկային մեծ մեղքերի կամ մեղսալից ընթացքի իր միածնին բերել եւ զոհաբերել բոլորի մեղքերի համար։ Սա սիրո ամենաբարձր դրսևորումն էր։ Քրիստոս իր ողջ երկրավոր գործունեության ընթացքում արտահայտում էր սիրո ամենաբարձր դրսևորումը։ Անկամ կար հնարավորություն, երբ որ ինքը իր աստվածային էության որևէ մեկին պատժեր կամ որևէ մեկին ցույց տար, թե ինչ մեծ զորության է նա տիրապետում, բայց երբեք դա չարեց։ Ինչ էր անում, երբ որ իրեն խաչին էին բարձրացնում, ինքը Աստծուն ասում էր. «Ների սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Անկամ երբ որ իրեն ենթարկել էին չարչարանքների, տանջանքների, ինչ կաներ սովորական մարդը, կլցվեր ատելության բոլորի հանդեպ։ Մի բան էլ կխնդրեր, որպեսզի Աստված իր պատիժը բերի նրանց։ Անկամ Աստված, երբ որ հին կտակարանում որևէ պատժի էր ենթարկում մարդկանց, միշտ հնարավորություն էր տալիս։ Տեսեք օրինակ ջրհեղեղի պատմությունը։ Երբ որ Աստված միանգամից ջրհեղեղը չարեց, այլ հնարավորություն տվեց, որպեսզի մարդիկ իրենց գիտակից ուղեղով, մտածողությամբ կարողանան գնալ եւ գտնել փրկությունը։ Այսինքն չէր բերել ասելու, որ ջնջում են բոլորիդ, այլ բերել էր ասելու, որ դուք ունեք հնարավորություն, դուք կարող եք փրկվել, եթե դուք դա ցանկանում եք։ Եվ սերը այսպիսին է։ Սերը, եթե մենք ուզում ենք իրական իր ողբոժներով եւ արմատներով տեսնել, պետք է տեսնենք մեր գործերի մեջ։ Առավոտյան արթնացել ենք, ինչ ենք արել, որ մեր սերը արտահայտենք։ Սկսած մեր ընտանիքի անդամներից, վերջացրած մեր հարևանների, մեր ընդհանրապես բոլորի հանդեպ, որովհետեւ այսօր ինչ են անում մարդիկ։ Պարզ կենցաղային հարցերի շուրջ այնպիսի վիճաբանություն են բարձրացնում, որ հետո ստիպված են լինում մահացու ելքերով այս հարցերը հանգուցալուծեն։ Մինչդեռ կարող էին մարդիկ փոքր-ինչ ներողամիտ գտնվել մեկը մյուսի հանդեպ եւ մեկ կյանք ավել կլիներ, կփրկվեր։ Սիրո պակասը տեղափոխվում է նաեւ գլոբալ դաշտ։ Հանիրավի տնավորվելով այդ տարածքում բերում է ավերածություններ, սրածություններ, մարդկային կյանքի զոհեր, անդառնալի հետևանքների պատճառ դառնում, վերաձևում սահմաններն ու խախտում մարդու տիեզերքի, Աստծո կապն ու հարաբերությունները։ Նույն օրինակը կարող ենք բերել նաև ցեղասպանության պարագային, հայ ժողովրդի ցեղասպանելու այդ օսմանյան կայսրության միտումները, որոնք ուղղակի անմարդկային են համարվում։ Ես ինքս երբ որ այցելում եմ ցեղասպանության թանգարան, չես կարողանում երկար մնալ այնտեղ, հասկանում ես, թե ինչպիսի դաժանություն է, ինչպիսի ատելություն է տիրել մարդկանց մեջ, որ նրանք առանց հաշվի առնելով այլոց կյանքի քաղցրությունն ու իմաստը փորձել են զրկել նրանց կյանքից, ինչի համար, որ նրանք հայ են։ Եվ այդպիսի ցեղասպանություններ այսօր էլ շարունակվում են, ամբողջ աշխարհում են շարունակվում այդպիսի ցեղասպանություններ։
Եթե դրանք պատշաճ դատապարտությունների չարժանանան, հետևություններ չարվեն դրանից, մարդկային չարագործությունները ամենուր մենք կտեսնենք, անգամ Արցախյան պատերազմում նման չարագործությունների, նման եղեռնագործությունների ականատեսն ենք եղել, տեսել ենք, թե ինչպես են ազգերը, որոնք ունեն ավելի մեծ զենքեր, ավելի մեծ կարողություններ, փորձում են այլ ազգերին ուղղակի բնաջնջել եւ վերացնել։ Սրանք քաղաքականություն են, որոնք վարվում են այն պարագայում, երբ որ վերացել է մարդը մարդու հանդեպ ունեցած, չասեմ սիրո, գոնե հանդուրժողականության չափաբաժինը։ Երբ որ մարդիկ ապրում են ոչ թե ուրիշներին երջանկացնելու այս գեղեցիկ ապրումներով, այլ ապրում են իրենց շահերը սպասարկելու համար։ Կարող է մեկ մարդու փոքրիկ շահը վնասել մի ամբողջ հանրության։ Մեկ մարդը կարող է մի փոքր գումար վաստակել, դավաճանել իր ազգին, իր շահը դրանով բավարարել, բայց միևնույն ժամանակ ինչ արեց ինքը իր փոքրիկ շահը սպասարկելու համար մեծ առհավիրքներ բերեց մի ամբողջ հասարակության։ Սա գիտակցության, չասեմ պակաս, համենայն դեպս գիտակցության տարբերություն է, որովհետև ուրիշ մեկն էլ հերոսանում է իր կյանքը տալով ուրիշներին փրկելու մղումով։ Սա սիրո ամենաբարձր արտահայտությունն է, երբ որ մարդը գնում է ինքնակամ կերպով, ոչ թե գնում է մահվան, այլ գնում է ուրիշներին փրկելու հնարավորությամբ։ Սա ինչքան էլ որ հարցը դաժան տեսանկյունից է նայվում, համենայն դեպս սիրո ամենաբարձր դրսևորումներից մեկն է։ Սիրո մեծագույն դրսևորման օրինակը նոր կտակարանն է իր նոր պատվիրանով, որ տվեց Տերը։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Առանց սիրո մեծագույն դրսևորման ցանկացած արարք տխուր եւ անդառնալի հետևանքների կհանգեցնի։